այդ բանը կա։ Սերան աշանը կասեք։ Քանի տարեկան եք։ Որովհետև եք մասնակցել համալսարանի Վերաբերվել եք Պրագայում, ես ուշեմ։ Կիևից հասել եմ մինչև Պրագա, 4-րդ ուկրաինքի ֆրոնտում 271-րդ դիվիզիա Պատ Պրագային չհասած թեթև վիրավորվել եմ, մայիսի 9 հանդիպել եմ Որտեղ եք կռվել, որ տակատում եք երել։ 4-րդ ուկրաինքի, 4-րդ ուկրաինքի, Բերլին եք, հա՞։ Կոմանդիրն պուլեմետով զոհել։ Պուլեմետ չկեի։ Միջև Բերլին եք գնացել։ Բերլին, չէ, միջև Պրագա եմ գնացել։ Կիևից ցած միջև Պրագա։ Պատ Պրագայի լիքո был ранен։ Մայիսին գոսպիտալում եմ հանդիպել։ Ձեր հայրենակիցներից կային ձեր հետ շատ հայեր։ Հայրենակիցներ։ Հայեր, շատ կային ձեր հետ այդտեղ։ Հայրենակիցներ, չգիտեմ ես, հայրենակիցներ, այսինքն չեմ ուզում իշում, 3 հոգի մենք, ես պուլեմյոտ չկեի, դենգերս մենմանուչկը մեկը ստրելկու, երկուսնակ վաքսի հայեր, միասին ենք անգվրում, հենց առաջի մանը մինան, երկսով պագիբլի, երկսում վար, ես մի քիչ հերու է իրանցից, Bayami došlo do Pragoj boli Koranja, попал в госпиталь 28 апреля 9 мая кончилась война. Я победу встретил в госпитале. Իսկ ինչպես որոշեցիք մասնակցել պատերազմին։ Ես եմ որոշել։ Դուք քանի տարեկան եք այդ ժամանակ, որ պատերազմին մասնակցեցիք։ 45 թվին, ես 21 թվից ծնված եմ, հաշվեք ինչքան տարեկան էի։ Իսկ ով որոշեց, որ դուք պետք է գնաք այդ Չհասկացա։ պատերազմ գնալը, հա, ինչպես եղավ, դա կպատմեք, ոնց որոշվեց, որ դուք պետքա գնաք եւ այլն։ Պատերազմը որ սկսեց, դասարանում ավարտական երեկո էր, բոլոր ամբողջ գրպայով այնտեղ Երևանցկայ օձերը գնացինք դելլոտկա քշալ, դելլասեցինք, որ վերալումն է Լևիտանի գոլոստը, գերմանը վերալումն է բամբելը շիգարադա։ Եկանք военкомат, որ պաստրալ մեր ֆրոնտ, ոցար ինքը մեզ ճանաչում էր, այն ժամանակ տաներով Վարաշիլովսկի ստրելող բաներ հատու չեր դվար, ուխադետի կոմ տոշը պրեդոտով չեր։ В общем, երկու բան ավելացնեմ։ Հետո ավարտեցի բան, Բաքինսկե պեխոտնե ուչիլիշչե, званием лейтенант, բոլոր վիպուսկը ուղարկեցին Սևերնի Կավկազ, նեմեսներ են վաղտը մոզդոքում են։ Սևերնի Կավկազում ամեն հրավոտ կան ցուցակ էին բանում հրատարակում նավրոտ։ Մի ցուցակել մի որ հրատարակեցին 5 հոգի Զակ ֆրոնտ, կորոտ ուծով չշել է։ Ես ֆրոնտից ընկա Զակ ֆրոնտ կորոտ է Բիլիսի։ Այդ ժամանակ Հայաստանում 26 թվի տղաներով բանակ էին աջել։ Ես ուրեմն Тбилисում մի որ դուրս եկավ Արմենիայի կոմանդիրը выходите строиться։ Դուրս եկանք երկու հոգի։ Կանչեն город Երևան։ Եկա Երևան։ Фронтից ընկա Երևան։ Հետո прослушал там полковой допросик выпуска один. Այդ ժամանակ ես ավարտել էի մի կուրսի բոլի։
военного альпинизма и горнолыжного дела. Это зван мы Артем приближались к Карпатам. Как инструктор горного лыжного дела, военного альпинизма, попал на фронт. Приехал в полк, командир, момент инструктор, как это, Карпаты, это не Кавказ, какая специальность? Все пулеметчик. Принимал пулеметный взвод. Пулеметный взвод я получил и с этим взводом дошло до Праги. Под Прагой был легко ранен. Իսկ ինչ պարգևներ, մեդալները ցուցադրված են։ Ինչ մեդալներ եք ստացել, որ ցուցադրված են։ Երկուսը ասեք։ Արմիրազգի երկու մեդալ, հայնական պատերազմի Ֆրոնտում եմ ստացել։ Ամենակարևորը ո՞րն եք համարում։ Ամենառաջին է։ Один из этих красных звезд. ժողովուրդ ինքը հոգնում է, երկար չի կարող մնալ։ Ապա ինքը վաստակավոր ճարտարապետ է եւ այս շենքի կառուցմանը մասնակցել է։ Մասնակցել ես եմ Համալիրի եւ նաեւ ես եմ ժամանակ ուսանող էի։ 100 տարեկանում սկսել է նկարել Ճարտարապետական ֆակուլտետի ուսանող էի, ստե պրակտիկա էի անցնում։ Ռազմիկան ես եմ արել։ Մանումենտի։ Ձեր անուն ազգանունը չեք ասի։ Ինչպես Անուն ազգանունը ձեր ասեք։ Գրանդ Մելիքսեթովիչ Կարապետյան։ եւ 100 տարեկանում սկսել է արտակարգ նկարել։ Մենք 2 տարի առաջ գեղանկարների ցուցահանդես կազմակերպեցինք Պապիկի նկարած։ Շնորհակալություն։